Բարև ձեզ։ Եկեք այսօր պատասխանենք մի հարցի, որը երևի բոլորս էլ մեզ տվել ենք, հատկապես մանուկ ժամանակ։ Մի պահ մտաբերեք, երբևէ նայել եք երկնքին ու մտածել, իսկ ինչու է այն կապույտ։ Դե սա դասական հարց է, այնպես չէ։ Դե եկեք չձգձգենք։ Կարճ պատասխանը, եթե ուզում եք սա է, կապույտ լույսը պարզապես ավելի շատ է ցրվում, քան մյուս գույները, մեր մթնոլորտի օդի փոքրիկ մոլեկուլների կողմից։ Վերջ։ Բայց իհարկե ամեն ինչ այդքան պարզ չէ։ Սա միայն սկիզբն է։ Եկեք խորանանք, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ վերևում։ Լավ, որպեսզի հասկանանք ամեն ինչ, պետք է սկսենք հիմունքներից։ Խոսենք ցրման գիտությունից։ Առհասարակ ինչ է նշանակում ցրել լույսը։ Գիտեք, կա մի շատ լավ համեմատություն, որը կօգնի մեզ։ Պատկերացրեք մի լիճ, հանգիստ անշարժ ջրով, ու այդ ջրի վրա մի խցան է լողում։ Հիմա, եթե մի քար գցենք ջուրը, ինչ կլինի։ Ճիշտ է, ալիքներ կառաջանան ու կսկսեն խցանին վեր ու վար շարժել։ Դե շատ նման մի բան է տեղի ունենում նաև օդի մոլեկուլների հետ, երբ արևի լույսը հասնում է նրանց։ Այդ մոլեկուլները մեր խցանի նման էներգիա են ստանում լուսային ալիքներից ու միանգամից այդ էներգիան հետ են ճառագայթում բոլոր հնարավոր ուղղություններով։ Հենց այս process-ն էլ, այս վերաճառագայթումն էլ մենք անվանում ենք ցրում։ Լավ, հասկանալի է, լույսը ցրվում է, բայց հարց է առաջանում, ինչու հենց կապույտը, չէ որ արևի լույսը բազմաթիվ գույներ ունի։ Եկեք պարզենք, թե որն է կապույտ երկնքի կանոնը, ու թե ինչու է հենց կապույտը ամենաշատը ցրվում։ Ֆիզիկայում այս երևույթն իր անունն ունի՝ ռելեի ցրում։ Ինչ է սա նշանակում։ Սա լույսի ցրումն է այնպիսի մասնիկներից, որոնք շատ ավելի փոքր են հենց լույսի ալիքի երկարությունից։ Օրինակ, մեր մթնոլորտի գազի մոլեկուլները։ Սա շատ կարևոր կետ է, հիշեք։ Հիմա, որպեսզի հասկանանք, թե ինչու է այս ռելեի ցրումը սիրում հենց կապույտ գույնը, պետք է հիշենք մի պարզ բան։ Արևի լույսը սպիտակ է, բայց այն իրականում կազմված է ծիածանի բոլոր գույներից։ Եվ ամեն գույն իր ալիքն ունի։ Ահա, տեսեք, հիմնական տարբերությունը սա է։ Կապույտ լույսը շարժվում է կարճ, այսպես ասած, թռիչքային ալիքներով, իսկ կարմիրը երկար ու ավելի ծույլ ալիքներով։ Հենց այս ալիքի երկարությունն էլ ամեն ինչ որոշում է։ Եվ հիմա ուշադրություն, ամենակարևոր թիվը։ Պարզվում է կապույտ լույսը մոտավորապես 9 անգամ ավելի հավանական է, որ գցրվի օդի մոլեկուլներից, քան կարմիր լույսը։ Պատկերացնում եք 9 անգամ։ Հենց դա է պատճառը, որ երբ մենք նայում ենք վերև, տեսնում ենք այս ցրված կապույտ լույսը, որը կարծես թե գալիս է երկնքի բոլոր կետերից։ Բայց մի րոպե, մենք բոլորս էլ գիտենք, որ երկինքը միշտ չէ, որ կապույտ է, չէ՞։ Իսկ ամպերը, իսկ մայրամուտը, եկեք հիմա խոսենք այն դեպքերի մասին, երբ երկինքը կապույտ չէ, եւ այստեղ գործի են անցնում ավելի մեծ մասնիկները։ Այստեղ պարզվում է ամեն ինչ կախված է մասնիկի չափից։ Ահա նայեք այս աղյուսակին։ Ռելեի ցրումը, որի մասին արդեն խոսեցինք, տեղի է ունենում, երբ մասնիկները շատ փոքր են լույսի ալիքից։ Արդյունքում ունենում ենք կապույտ երկինք։ Բայց երբ մասնիկները մեծ են կամ գոնե համեմատելի են լույսի ալիքի հետ, ինչպես օրինակ ամպերի մեջի ջրի կաթիլները, ապա ստանում ենք մի այլ տեսակի ցրում՝ միի ցրում։ Ու հենց սա է պատճառը, որ ամպերը սպիտակ են, այնպես որ որոշիչ գործոնը հենց մասնիկի չափն է։ Ուրեմն ինչ է իրենից ներկայացնում այս միի ցրումը։ Ի տարբերություն ռելեի ցրման, որը հիշում եք շատ էր սիրում կապույտ գույնը, միի ցրումը, այսպես ասած, գույների հարցում խտրականություն չի դնում։ Այն շատ ավելի քիչ է կախված ալիքի երկարությունից։ Ջրի կաթիլների պես ավելի մեծ մասնիկները լույսի բոլոր գույները ցրում են գրեթե նույն կերպ, հավասարապես։ Իսկ երբ բոլոր գույները միասին են ցրվում, ինչ ենք մենք ստանում։ Ճիշտ է, սպիտակ լույս։ Այդ պատճառով էլ ամպերը սպիտակ են։ Okay, սպիտակ ամպերը պարզ են։ Բայց մնաց մեկ հարց. իսկ ինչն է մայրամուտները դարձնում այդքան գեղեցիկ, կարմիր ու նարնջագույն։ Այստեղ ամեն ինչի պատճառը լույսի անցած ճանապարհի երկարությունն է։ Պատկերացրեք, երբ արևը հորիզոնի մոտ է, նրա լույսը ստիպված է մթնոլորտի շատ ավելի հաստ շերտի միջով անցնել, որպեսզի հասնի մեզ։ Այս երկար ճանապարհորդության ընթացքում մթնոլորտը շատ ժամանակ է ունենում, որպեսզի ամբողջ կապույտ լույսը ցրի ու հեռացնի մեր տեսադաշտից։ Եվ ինչ է մնում։ Մնում են ավելի երկար ալիքներ ունեցող գույները՝ կարմիրը, նարնջագույնը, դեղինը, որոնք էլ ուղիղ հասնում են մեր աչքերին։ Իդեպ, օդի մեջ եղած փոշին կամ աղտոտվածությունը կարող են այս էֆեկտն էլ ավելի ուժեղացնել, ավելի շատ կապույտ լույս ցրելով։
Լավ, այս ամենը իհարկե շատ հետաքրքիր է, բայց գուցե մտածում եք սա ուղղակի գեղեցիկ բացատրություն է, թե ունի նաև գործնական կիրառություն։ Դե եկեք տեսնենք, թե ինչպես է այս ֆիզիկան օգտագործվում իրական աշխարհում։ Պարզվում է, լույսի ցրման սկզբունքները ուղղակի աներևակայելի օգտակար են գիտության մեջ։ Գիտնականներն այն օգտագործում են, օրինակ, հեղուկների ու գազերի հոսքի արագությունը չափելու համար, շարժիչների ներսում լազերային պատկերներ ստանալու համար, այրման համակարգերում մուր հայտնաբերելու եւ նույնիսկ մթնոլորտում փոքրիկ մասնիկների չափերը որոշելու համար։ Այնպես որ այս գիտելիքը շատ ավելին է, քան պարզապես երկնքի գույնի բացատրությունը։ Իսկ հիմա մի հետաքրքիր մտային փորձ։ Սովորածն ամրապնդելու լավագույն ձևը այն նոր իրավիճակում կիրառելն է։ Եկեք մեր գիտելիքները փորձարկենք մի այլ աշխարհում, օրինակ Մարսի վրա։ Ինչով է Մարսը տարբերվում։ Նախ նրա մթնոլորտը շատ նոսր է։ Այն հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից, ու որ ամենակարևորն է, լի է մանր կարմիր փոշու մասնիկներով։ Սա իհարկե բոլորովին նման չէ մեր ազոտով ու թթվածնով հարուստ մթնոլորտին։ Եվ ահա թե ինչպես է այդ տարբերությունը փոխում ամեն ինչ։ Այդ կարմիր փոշու պատճառով Մարսի երկինքը ցերեկը ոչ թե կապույտ է, այլ կարմրանարնջագույն։ Բայց ամենահետաքրքիրը մայրամուտին է։ Այնտեղ տեղի է ունենում ճիշտ հակառակը, քան մեզ մոտ։ Արևի շուրջ երկինքը դառնում է կապույտ։ Պատկերացնում եք։ Ամեն ինչ շրջված է, եւ դրա պատճառը հենց Մարսի մթնոլորտի յուրահատուկ մասնիկներն են։ Եվ վերջում եկեք ավարտենք մի հարցով մտածելու համար։ Եթե պատկերացնենք մի մթնոլորտ, որը լույսի բոլոր գույները ցրում է լրիվ հավասարապես, ոչ մի գույնի առավելություն չտալով, ըստ ձեզ, ինչ գույնի կլիներ երկինքը։ Մտածեցիք։ Իհարկե այն կլիներ սպիտակ, ճիշտ ինչպես ամպերը։ Շնորհակալություն ուշադրության համար։